Ազգային ժողովի մեծարգուն նախագահ, արգելի գործընկերներ, կարևորագույն հարց է քննարկվում տնտեսական Եվրասիական տնտեսական միությանը միանալու հաստափոր փաստաթուղթը, որով ըստ էության Հայաստանը հայտնում է իր կամքը միանալու մի միության, որը ոչ պետք է չափազանցնել եւ ոչ էլ նսեմացնել եղած տնտեսական տարածքի դե յուրե ամրագրումն է ընդհանրապես։ Այս տեսակետից կարծում եմ ոչ միայն չպետք է նսեմացնենք քայլը, նաեւ չպետք է ծայրահեղ ակնոցներով ներկայացնենք, որտեղ հաճախ հնչում են ելույթներ, կարծեք թե սա Հայաստանի վերջն է կամ հակառակը Հայաստանի փրկությունն է, այդպես չէ։ Ընթացիկ մի գործընթաց է, որտեղ կայացվում է որոշում, որի ներքո պետք է հաշվի առնվեն մի շարք առանձնահատկություններ։ Ես այն մարդկանց թվին եմ պատկանում եւ այն քաղաքական ուժն եմ ներկայացնում, որի համար շատ ավելի լավ կլիներ որևէ միությանը չանդամակցելը, լինել ավելի անկախ, ավելի լայն հնարավորություններով օժտված, համագործակցել բոլորի հետ, ապահովելու Հայաստանի անվտանգության առավել բարձր մակարդակ։ Սակայն ստեղծված իրավիճակում առաջին մակարդակի հարց է բարձրանում. ինչը պետք է ընտրել։ Հնարավոր գեղեցիկ երազանքային խոստումները իդեմս եվրոպական արժեքային համակարգի, թե ֆիզիկական գոյությունը։ Այս տեսակետից առաջին որոշումը բնականաբար կանգնում է հետևյալին. ընտրել ֆիզիկական գոյությունը, որտեղ ազգի, պետության զարգացման հիմքը ֆիզիկական անվտանգությունն է նախ եւ առաջ։ Հարց է առաջանում, արդյոք սա երաշխավորում է անվտանգությունը, բացարձակապես ոչ, բայց հակառակը վստահաբար կվնասի անվտանգությանը։ Սա է կարևորագույն մեկ որոշման կայացման հիմքը։ Երկրորդը, այնպիսի արտահայտություններ է նաև դահլիճից դուրս հնչում, կարծեք թե Հայաստանի Հանրապետությունը անկախացել է Ավստրալիայի ինչ-որ մի գեղեցիկ բնակավայրում։ Մենք անկախացել ենք այն աշխարհագրական տարածքում, որը միշտ մարտահրավերների ներքո է եղել։ Այստեղ նաև հնչեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը բացարձակ իրականության պատմական փաստից աղավաղված, կտրված, ինչ 10,000 քառակուսի կիլոմետր, ինչ բան։ Երևում է մարդիկ Սարոյան եղբայրներ ֆիլմից ընկում պատմություն չեն ուսումնասիրել։ Բացարձակ կապ չունի դա իրականության հետ։ Բայց 20-րդ դարի այդ ժամանակահատվածի դժվարությունները, բարդությունները մենք պետք է դաս քաղենք։ Դաս քաղելով հանդերձ մեր այս անկախությունը կարողանանք փայփայել, պահել ու զարգացնել։ Այդ տեսակետից շատ կարևոր է, որ մեր բոլոր ժամանակների, այս հանրապետության անկախության բոլոր ժամանակների բոլոր իշխանությունները անվտանգության տեսակետից այլ համակարգ չեն պատկերացրել, չեն տեսել եւ չի էլ եղել։ Այլ ընտրանքը լինի, խնդրեմ քննարկվի, բայց եթե չկա այլ ընտրանք, ինչը քննարկվի։ 1994 թվականի պայմանագիրը դրա վառ վկայությունն է։ Իդեպ ասեմ, թեև ասում է, որ սա ձևական պայմանագիր էր, դա այդպես չէ, որովհետև դրանից հետո կնքվել են բազմաթիվ համաձայնագրեր տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտե ստեղծելու վերաբերյալ 95 թվականին վավերացվել ազգային ժողովի կողմից, 2001 թվականին տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեի պետությունների ներկայացուցիչների եւ պաշտոնատար անձանց իրավական կարգավիճակի մասին, կնքվել է համաձայնագիր 1997 թվականին, պարոն Արզումանյան, այո, ասոցացված անդամի իրավունքով տնտեսական դաշինքին Ուկրաինայի միանալու մասին, որով հավանություն է տվել Հայաստանը տնտեսական միությանը Ուկրաինայի ասոցացման վերաբերյալ։ Եվ իսկապես փորձենք սառը դատել։ Մենք իսկապես կորցնում ենք շատ բաներ, շահում ենք, թե այս ամենից դաս քաղելով պետք է ինչ-որ եզրահանգումներ կատարենք։ Իմ վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք ունենք դաս քաղելու եւ գործ անելու պարտադրանք։ Առաջինը այս պայմանագրերից բխող կամ տրվող հնարավոր արտոնություններից օգտվելու համար պետք է ձեռքներս կշտենք, պարոն Կարեյան,
առանց զրուցելու եւ անցնենք գործի։ Բոլորս հասկանում ենք, որ լոգիստիկ առումով այս պայմանագրով Հայաստանի ստանձնած հնարավորությունները, որ կան, ոչինչ չի տալիս, եթե մենք պրակտիկ քայլեր չկատարենք եւ չպահանջենք մեր այս դաշինքի մեջ գտնվող երկրներից պրակտիկ քայլեր կատարեն։ Եթե նաեւ երկաթգծի վերաբացման ուղղությամբ։ Սա հնարավորություն է Հայաստանին, որպեսզի պահանջ դնի, պայման դնի։ Եվ ես կարծում եմ դա իրատեսական է, իրական է։ Երկրորդ, ձեզանից շատերն են եղել արտասահմանում գործուղումների մեջ այս համաձայնագրի կնքումից հետո, երբ խոսում ենք եվրոպական տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, թե արդյոք կարող է Հայաստանը դառնալ կամուրջ Եվրոպայի եւ Եվրասիայի հարաբերություններում։ Բոլորդ նստածներդ պաշտպանում եք, որ այո, կարող է լինել, կարող է դառնալ, որ նորվեգական նավը նավարկելով հյուսիսային ծովում հայկական դրոշի տակ, հայկական ռեզիդենտությամբ ապահովի անհրաժեշտ արդյունքը նույն իրացումը եվրասիական շուկայում։ Կամ միջնորդ դատական ֆունկցիա իրականացվի, արբիտրաժային ֆունկցիա իրականացնի եվրոպական եւ եվրասիական տնտեսվարող սուբյեկտների համար։ Այս ամեն ինչը բայց նշանակում է, մենք պետք է աշխատենք, մենք պետք է քայլ կատարենք, գործ անենք, օր ու գիշեր գործ անենք, որպեսզի կարողանանք ապահովել։ Մյուս կարևոր ուղղությունը ազգային տնտեսության մրցունակության ոլորտների բացահայտումն ու իրացումն է։ Եթե մենք այսօր այս ուղղությամբ քայլ չկատարեցինք, ինչպես որ ժամանակին ասում ենք, բայց այդպես էլ քայլ չէինք կատարում հայ-թուրքական արձանագրությունների շրջանակում, եթե մենք այսօր մեր տնտեսության մրցունակ ոլորտները չբացահայտեցինք եւ առաջ չմղեցինք, ոչ մի օգուտ էլ չեն կարող ստանալ։ Հետևաբար կարևորագույն խնդիր է վերանայել մեր տնտեսության ռազմավարական ծրագրերը, այդ թվում նաեւ տնտեսական երկարաժամկետ թե կայուն զարգացման ծրագիրներ, որով նախատեսվում են տնտեսության ճյուղերը, սրանք պետք է ամբողջությամբ վերանայվեն, վերաթարմացվեն եւ ոլորտները ընտրվեն։ Ինձ համար մտահոգություն է, պարոն Կարյան, երեք հարցի ժամանակ էլ հնչեցրի սա, մաքսային փոխադրողների հետ կապված հարցերը։ Տեսեք, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փաստորեն երրորդ երկրից ապրանքները, որ գալիս են Հայաստան եւ այնուհետեւ պետք է գնան այլ երկիր, այստեղ կարող են հայտնվել տեսականորեն հնարավոր է դրսից թելադրվող կամ դրսից ներմուծվող, ներդրվող խոշոր փոխադրողներ, որոնք իրականում Հայաստանի տնտեսությանը օգտակար դեր չեն խաղա։ Ճիշտ է, որ իրենք կարող է գրանցվեն մեր ռեեստրում մաքսային փոխադրողների կամ օպերատորների, բայց նրանք կարող են ունենալ այնպիսի մենաշնորհային դիրք եւ այնպիսի սահմանափակումներ կիրառեն, այդ թվում նաեւ ամենատարբեր բնույթի, որ հայկական փոխադրողները չկարողանան Ռուսաստան, Բելոռուս կամ Ղազախստան ապրանքներ տեղափոխել։ Սա լուրջ սպառնալիք կարող է լինել այս պայմանագրի շրջանակներում հնարավոր առավելություններին։ Մի կարևոր խնդրի մասին եմ ուզում խոսել։ Այո, առևտրի համաշխարհային կազմակերպության հետ մենք ստանձնել ենք բավական լուրջ եւ վտանգավոր պայմանավորված պարտավորություններ։ Իդեպ այդ տեսակետից, երբ խոսվում է, որ մենք ֆինանսական ինքնուրույնությունը զիջում ենք, ինձ թվում է իմ հարգարժան գործընկերները կհամաձայնվեն, որ հիմա էլ Հայաստանը ինքնուրույն դրամավարկային քաղաքականություն չի վարում։ Համաշխարհային բանկի եւ արժույթի միջազգային հիմնադրամի պահանջների ներքո այնպիսի սահմանափակումներ են, որ հնարավոր չէ ինքնուրույն վարել եւ դա ժամանակակից աշխարհի բնութագրիչ առանձնահատկությունն է։ Այնպես որ այդ տեսակետից ճիշտ չէ մեղքը բարդել տնտեսական միության վրա միայն։ Շատ ավելի կարևոր է, որ մենք դրամավարկային քաղաքականության շրջանակներում տեսնենք ի վերջո ինչպիսի արժութային զամբյուղի քաղաքականություն է վարվում։ Եթե մենք հիմնվենք միայն ռուբլու վրա, մենք խնդրեմ ենք ունենալու։ Եթե մենք հիմնվում ենք միայն դոլարի վրա, խնդրեմ ենք ունենալու։ Ճիշտ պետք է ընտրվի այն արժութային զամբյուղը, այդ թվում նաև Եվրասիական տնտեսական միության երկրների արժույթների հիման վրա ձևավորված, որը Հայաստանի վճարային հաշվեկշիռը կբարելավվի։ Դա նշանակում է մեծացնել արտահանման ծավալները, հնարավորությունները, ընդլայնել ազգային տնտեսության կարողունակությունը։ Այդ թվում նաև այն ձեռնարկություններին, որ փոխանցվել են Ռուսաստանին, դրանցում Ռուսաստանից պահանջելով կամ պահանջել բառը հիմա լավ չի ընկալվում, առաջարկելով ներդրումներ կատարել պայմանով, որ դրանք կիրասվեն նաև բարձր տեխնոլոգիական արտադրանքի հենքի
վրա։ Այսքանը մենք բնականաբար այս ամենից ելնելով չենք կարող դեմ լինել։